Իսրայելական ուժերը նկարահանել են, թե ինչպես են Հորդանանի արևմտյան ափի Ջենին քաղաքում սպանել 2 պաղեստինցիների։ Պաշտոնական Թել Ավիվը առանց պատահածի պատճառի մասին հայտնելու հայտարարել է, որ միջադեպը քննում են իրենց բանակի տեղում գտնվող հրամանատարները։ Տեսանյութում երևում է, որ շենքը շրջապատված է եղել իսրայելական ուժերով։ Անձեն տղամարդիկ պառկել են գետնին ու ինքնակամ հանձնվել։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը նույնականացրել է սպանված տղամարդկանց։ Իսրայելական մամուլը պնդում է, թե սպանվածները հետախուզվելիս են եղել ահաբեկչական ցանցի հետ կապի կասկածանքով։ Ջենինի նահանգապետն ու Համասը դատապարտել են սպանությունն, այն անվանելով սառնասիրտ մահապատիժ։ Համասը ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը, թե տղամարդիկ իրենց խմբավորման անդամներ են եղել։ Հորդանանի արևմտյան ափի բնակավայրերում գրեթե 3 միլիոն պաղեստինցի ու շուրջ կես միլիոն իսրայելցի վերաբնակ է ապրում։ ՄԱԿ-ի տվյալներով տեղացիների ու վերաբնակների միջև բռնություններով ավարտվող բախումները հասել են վերջին 2 տասնամյակի պիկին։ Պաղեստինցիները պնդում են, որ Իսրայելի վարչապետը հրեա վերաբնակներին ու միջև ատամները զինված ոստիկաններին հենց դրա համար էլ ուղարկել է արևմտյան ափ։ Ահաբեկչության մեղադրանքով, հողային հարցերով ու կենցաղային խնդիրների պատճառով ամեն օր առնվազն մի պաղեստինցի զոհվում կամ վիրավորվում է։ Արևմտյան ափում Իսրայելի գործողությունները Human Rights Watch-ը համարել է ռազմական հանցագործություն։ 105 էջանոց զեկույցում կազմակերպությունը նշել է, իսրայելական զորքը Ջենին, Թուլ Քարմ, Նուր Շամս բնակավայրերից շուրջ 32,000 պաղեստինցու է բռնի տեղահանել։ Տեղահանված մարդկանց արգելվել է վերադառնալ, իսկ նրանց տներն իսրայելցիները քանդել են։ Իսրայելի կառավարությունը չի արձագանքում հրեա պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու միջազգային պահանջներին։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։